Պարոն Հայրապետյան, քիչ առաջ նաև Պաշտպանության նախարարին հարցը ուղղեցի, գրեթե 13 օր շարունակ Պաշտպանության նախարարությունը բացառապես տեղեկատվական դաշտում հերքում է, որ Ադրբեջանին չի կրակել, հակառակորդի կողմ չի կրակել, որևէ նման գործողություն չի իրականացրել, ինչու արբանյակների միջոցով որպես ապացույց չենք ներկայացնում հակառակորդին, որ ըստ էության մենք չենք կրակում, ապացույցներով խոսենք, ինչու նման քայլի չենք դիմում, պարոն Հայրապետյան։ Կներեք, իհարկե, նախ ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարը շատ համոզիչ պատասխան արդեն իսկ տվել է, այն է, երբ Հայաստանի հանդեպ կա մեղադրանք, մեղադրող կողմը պիտի համապատասխան ապացույցներ ներկայացնի։ Եվ ես ձեր կողմից վստահ եմ միտում չկա, բայց ուզում եմ նաև ինքս հասկանալ, թե օրինակ դուք ինչի եք կարծում, որ Հայաստանը այդտեղ ապացուցելու ինչ-որ բան ունի։ Այսինքն, եթե դու ինչ-որ որևէ բան չես արել, դու ինչ պիտի ապացուցես որևէ մեկին։ Այս իմաստով մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից համապատասխան ապացույցներ։ Եթե այդպիսիք արկա կլինեն, բնականաբար համապատասխան գործողություններ կիրականացվեն մեր կողմից։ Ինչ վերաբերում է Արբանյակին, Արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել։ Մասնագիտական առումով համարում եմ անհնարին ձեր նշած, այսինքն փամփուշտի պատճառած վնասը արբանյակային երկրի հեռավար կառավարման դիտարկման տեսալուսանկարահանող արբանյակների կողմից չի կարող արձանագրվել։ Ինչը կարող է արձանագրել, օրինակ շարժը կարող է արձանագրել, եթե ադրբեջանական կողմից։ Այո, իհարկե։ Նման տեղեկություններ կան, թե ոչ։ Ես նման տեղեկատվություն չունեմ։ Եվ կրկնում եմ, այդուհանդերձ ճիշտ կլինի, որ Պաշտպանության նախարարին այդ օրինակ հարցադրումները անել, այսինքն արբանյակային եւ այլ տվյալներ տրամադրվում են մեր գործընկերներին, բայց այդ հարցերը պետք է հասցեագրվեն։ Պարոն Հայրապետյան, մենք մի այսպիսի կարողացա պատասխան, պատկերացրիք, չէ՞։ Պատկերացրեցի, բայց ձեր թույլտվությամբ հանրության մտահոգությունն եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Մարդիկ ասում են, օրինակ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հենց այսպես էր ինտենսիվ կերպով պարբերաբար կրակոցները հնչեցին, հայկական կողմը ասում էր, որ չկա նման բան, մենք նման գործողություններ չենք իրականացնում եւ արդյունքում սեպտեմբերյան դեպքերը սկսեցին։ Հիմա հանրության մտահոգությունն այն է, որ միջազգային հանրության մոտ Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ագրեսորը Հայաստանն է։ Ինչու մենք միջազգային հանրության մոտ ցույց չտանք, որ Հայաստանը ագրեսոր չէ, ագրեսորը Ադրբեջանն է եւ ապա տեղեկատվություն է տարածում։ Սա է մտահոգությունը։ Տեսեք, այն ինչ որ դուք նշում եք, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից նմանօրինակ հայտարարությունների պատճառով, դա նաեւ ինձ եւ մեզ բոլորիս է մտահոգում։ Ինչու, որովհետև մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնենք մեր վերջնանպատակին, այն է կառուցել երկարատև երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ Եվ համարում ենք, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքները այլևս ավարտված են։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքը առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն, եւ մենք մեր դիրքավորմամբ նաեւ միջազգային հանրության մոտ այդ ընկալումը, հստակ ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում եւս։ Այս իմաստով հայկական կողմը ի պատասխան նաեւ այն հարցի, որ կա նման մտահոգություն, կարծում եմ, թե վարչապետի աշխատակազմի, թե հենց ինքնին վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները, այսինքն հայկական կողմը իր պատրաստ հստակ կամքը եւ պատրաստակամությունն է հայտնում եւ սա միջազգային հանրությունը ակնհայտորեն արձանագրում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի։ Առավելագույնը արվում է թե արտաքին գործերի նախարարության եւ թե համապատասխան պետական ներողություն պետական ինստիտուտների մակարդակով։ Պարոն նախարար, ամեն դեպքում ինչ է կարծում, նկատում եմ իշխանությունը, թիմը ինչ նպատակով է այս տեղեկատվական բանը ապահովում, ֆոնը ապահովում Բաքուն, ինչ է ուզում։ Ձեր թույլտվությամբ ենթադրություններ չանենք, միայն ես ուզում եմ ասել հետեւյալը։ Ադրբեջանական կողմը ինքնին հայտարարել է
ընդ որում, եթե չեմ սխալվում, առաջին ինքը հայտարարեց, որ աշխատանքները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, փաստաթղթի շուրջ ավարտված են եւ մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի մենք շարունակենք այն մթնոլորտում, ինչը որ մինչեւ այդ պահը եղել է։ Ես ենթադրություններ չեմ ուզում անել, միայն կրկնում եմ, որ հայկական կողմը նման տեղեկատվություն, որ ադրբեջանական կողմը հայտնում է, չի տիրապետում, ավելին ասում է, բայց եթե դու ունես ապացույցներ, խնդրեմ ներկայացրեք եւ մենք հետեւողական կլինենք, որպեսզի այլևս երբևէ նման միջադեպեր չկրկնվեն։ Արդյոք այդ գործողություններն ու ռետորիկան Ես էլ առաջարկում եմ լսենք գործընկերոջը, հետո ձեզ։ Փաշինյանն ասում է, Չպատասխանեմ ձեր հարցը։ ավարտեք։ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է միայնակ ստորագրել։ Իսկ մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանը կրկին պայմաններ է առաջ քաշում, այդ թվում սահմանադրական փոփոխությունների հարցն է առաջ քաշում։ Ստացվում է ոնց որ տանգոն մենք այդ խաղաղության, այսպես ասած, մենակ ենք ուզում ապարենք, տես լինում։ Չգիտեմ ձեր ասածին ինչպես արձագանքեմ, որովհետև խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար եւ խաղաղություն կառուցելու համար հարկավոր է երկկողմանի ջանք եւ ներդրում այս իմաստով։ Հետեւաբար ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հայտարարում է եւ պատրաստ է այն փաստաթուղթը ստորագրել, որի մասին մենք խոսում ենք, այդ իմաստով ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի։ Թե դուք ինչ նկատի ունեք Հայրապետյան, որ միակողմանի ստորագրվի եւ Հայաստանը փաստորեն պարտավորվում է։ Բայց քննարկվել է հասարակ Ես իսկապես ավելին ասել չեմ կարող, ես առավելագույն կարծում եմ Պարոն Հայրապետյան, վերջերս այդպիսի սցենար միայնակ ստորագրել ես բավարար տեղեկատվություն չունեմ այդ մասին։ Պարոն Հայրապետյան, Ռազմարդյունաբերության բյուջեն, եթե դա հրապարակվելու ենթակա է, նախորդ տարի որքան է եղել եւ որքանն է ծախսվել, կարող եք ասել։ Ռազմարդյունաբերության բյուջեն նկատի ունեք R&D աշխատանքների բյուջեն, Որը ովելա ռազմարդյունաբերության։ որովհետև ռազմարդյունաբերության բյուջեն շատ մեծ հասկացություն է։ Ռազմարդյունաբերության մեջ միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չէ, որ ծախս է կատարում, այդտեղ առյուծի բաժինը պաշտպանության նախարարության կողմից ոլորտին արվող պետական պատվերներն են, որոնք գիտեք, որ եռամյա պայմանագրերով արդեն իսկ հասել են 171 միլիարդ դրամի, իսկ ինչ վերաբերում է գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների աշխատանքներին, որը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կողմից առաջարկվող գործիքներից մեկն է ռազմարդյունաբերության զարգացման համար, ճշգրտված բյուջեի 89% կատարողական կա, իսկ պլանավորված բյուջեի 25% կատարողական։ Այս իմաստով առաջիկայում, երբ որ բյուջեի կատարողականը մենք ներկայացնենք, ենթադրում եմ մայիս-հունիս ամիսներին, առավել մանրամասն հանդես կգանք դրա պատճառների եւ լուծումների մասով։ Պարոն Հայրապետյան, վերջերս Դուբայում մի ցուցահանդեսի ներկայացվածություն ուներ Հայաստանը, ինձ հետաքրքրում է որքան գումար ենք ծախսել մենք այդ տաղավարի համար, որովհետեւ մեր հայրենակիցները լուսանկարներ էին այդպես ուղարկել ու որտեղ երևում է թե ինչքան համեստ ներկայացվածություն ունենք մենք, ուղղակի էկրանով էինք ցույց տալիս, որ կարող էինք ավելին անել։ Ինչքան գումար էինք ծախսել դրա համար։ Նախ Դուբայում չէ, Աբու Դաբիում, եթե IDEX-ը նկատի ունեք, ես պիտի խնդրեմ հավելյալ ճշգրտեմ թիվը, հետո կտեղեկացնենք ձեզ, ուղղակի ես պային չեմ տիրապետում թվերին, բայց խոսքը տաղավարի համեստության մասին էր, թե տաղավարում ներկայացված մասնավոր ընկերությունների պրոդուկտների համեստ լինելու մասին էր։ Ըստ էության, երբ որ համեմատության համար նայում էինք Ադրբեջան, Թուրքիա, ինչ շքեղագույն ներկայացվածություն ունեին, այսպես ասած, եւ մեր համեստ էկրան էր ուղակի ոնց որ տաղավարում էին այդ համեմատության մասին։ Հայաստանյան ընկերությունները իհարկե իրենք ինքնուրույն են որոշում կայացնում ինչ պրոդուկտ ներկայացնեն եւ ինչ ձևաչափով ներկայացնեն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես տրամադրում է պլատֆորմա, այսինքն կատարում է ներդրում ունենալու ազգային տաղավար եւ հնարավորություն են տալիս ցանկացած ընկերության հանդես գալ իր պրոդուկտով։ Օրինակ կարող է սրանից կարելի է ենթադրել, որ օրինակ հայաստանյան ընկերությունները որոշել են այդ ձևաչափով, այդ ճանապարհով ներկայանալ միջազգային շուկաներին եւ ոչ այն մեթոդներով, ինչ այլ երկրներ կարող են ներկայանալ, անկախ նրանից իրենք ունեն հարուստ ցանկ առաջարկելու թե ոչ։
Այսինքն այս մասով կառավարությունը որպես այդպիսին հասցեատերը չէ, իսկ եթե խոսքը տաղավարի բյուջեին է վերաբերում, այդ մասով կկիսվենք սիրով։